ասված օրինակներում նույն բառամթերքով էին պայքարում եկեղեցու դեմ տարբեր երկրներ։ Այո, իհարկե։ Միգուցե մի քիչ ավելի փորձելով ավելի ուրիշ տեսակ ձևակերպումներ գտնելով, բայց օրինակներ կային Լեհաստանից մի օրինակ բերեմ, երբ սոցիալիստական Լեհաստանի կրոնական գործերի կոմիտեի նախագահան հայտարարում էր, որ կաթոլիկ եկեղեցին Լեհաստանում պետք է ոչնչացնել։ Եվ եթե չկարողանանք ոչնչացնել, գոնե փորձենք այնպիսի իրավիճակի մեջ դնենք կաթոլիկ եկեղեցին, որ մեզ վնաս չտա։ Դուք համեմատեք արդեն բառապաշարը, ես ոչ, չէ։ Ես կարող էին շատ վիրավորող կտրուկ հայտարարություններ լինել, բայց այդ բառապաշարը չէր, նույնիսկ սոցիալիստական արևելյան Եվրոպայի երկրներում, Աֆրիկայում նույնիսկ Կուբայում նման բառապաշար չկա։ Եվ կա տեսակետ, որ Փաշազադե Փաշինյան այսպես սինխրոն ստացվեց, 2 օր առաջ Փաշազադեն հայտարարեց, որ եկեղեցին վտանգ է ներկայացնում իրենց ծրագրերին եւ անմիջապես նաեւ այստեղ տեսակետ կա, որ դա ուղիղ հրահանգ է նաեւ այս ուղղությամբ աշխատել, ինչպես բանակի ուղղությամբ աշխատեցին։ Գիտեք, սա սովորաբար տարածքային ռազմական էքսպանսիայից հետո, իսկ մեր մոտ տեղի է ունեցել տարածքային ռազմական էքսպանսիա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, խնդրում եմ Թուրքիան չանջատեք, որովհետեւ ես համարում եմ, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը երկուսն էլ պատերազմի կողմ են եղել 20 թվականին։ Ռազմական էքսպանսիայից հետո միշտ սկսվում է քաղաքական էքսպանսիա։ Այն ինչ որ դուք նշեցիք, դա քաղաքական էքսպանսիայի մաս է, բաղկացուցիչ մաս է եւ միայն այդ Փաշազադեի հայտարարությունները չեն։ Եվ այն բոլոր քննարկումները, որոնք կան մեր սահմանադրության փոփոխության հետ կապված, զինանշանի հետ կապված, նոր մոտեցումներ ցեղասպանության հետ կապված եւ նաեւ հայ առաքելական եկեղեցու հանդեպ Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցումները, դրանք բոլորը այդ ցուցակը անվերջ է, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական էքսպանսիայի մաս է։